Հայաստանի քաղաքական և հասարակական դաշտում վերջին իրադարձություններից հետո շատերի ուշադրությունը կենտրոնացել է ոչ միայն տեղի ունեցած դեպքերի, այլ տարբեր գործիչների արձագանքների վրա։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակը լայն քննարկումների թեմա դարձավ։ Իրավաբանների գործողություններից հետո հասարակության մի հատվածը սպասում էր տարբեր քաղաքական և գործարար շրջանակների արձագանքներին։ Այդ համատեքստում ուշադրության կենտրոնում հայտնվեց նաև գործարար Խաչատուր Սուքիասյանի անունը, որը Գագիկ Ծառուկյանի հետ կապված է նաև ընտանեկան կապերով։ Մինչ հանրային դաշտում տարբեր գնահատականներ էին հնչում, Խաչատուր Սուքիասյանը որևէ հրապարակային մեկնաբանություն չտվեց տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ 168 AM-ը փորձել էր կապ հաստատել գործարարի հետ պարզելու նրա դիրքորոշումը, սակայն Խաչատուր Սուքիասյանը Հայաստանում չէ և գտնվում է արձակուրդում։ Այդ պատճառով այս պահին հնարավոր չէր ստանալ նրա մեկնաբանությունը։ Սակայն հենց այդ լռությունն էլ դարձավ քննարկումների պատճառ։ Շատերը հարց էին բարձրացնում. արդյոք սպասվում է Խաչատուր Սուքիասյանի արձագանքը և ինչ դիրքորոշում ունի նա Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Պետք է նշել, որ այս պահին հրապարակային տեղեկություն չկա այն մասին, թե ինչու գործարարը չի անդրադարձել թեմային, նրա կողմից պաշտոնական պարզաբանում կամ գնահատական չի հնչել։ Գագիկ Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի կապը միայն գործարար կամ հասարակական հարաբերություններով չի սահմանափակվում, նրանք ունեն նաև բարեկամական կապեր։ Երկու գործարար ընտանիքների միջև խնամյական հարաբերությունները հաստատվեցին 2019 թվականին, երբ Գագիկ Ծառուկյանի դուստրը ամուսնացավ Խաչատուր Սուքիասյանի որդու հետ։ Այդ ժամանակ այդ իրադարձությունը լայն լուսաբանում ստացավ, իսկ հարսանիքի ներկային նաև Հայաստանի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ավելի ուշ Գագիկ Ծառուկյանը խոսել էր իր և խնամիների հարաբերությունների մասին, նշելով, որ բարեկամությունը շարունակում է մնալ բարեկամություն, սակայն քաղաքական և հասարակական տարբեր իրավիճակներում նրանց դիրքորոշումները միշտ չէ, որ նույն կերպ են ներկայացվել։ Օրինակ, նախկինում, երբ Գագիկ Ծառուկյանի շուրջ նույնպես իրավական գործընթացներ էին տեղի ունենում, Խաչատուր Սուքիասյանը նշել էր, որ չի ցանկանում գնահատական տալ այն հարցերին, որոնց իրավական մանրամասներին ծանոթ չէ։ Նա ընդգծել էր, որ առանց նյութերին ծանոթանալու կամ իրավական ամբողջական պատկերացում ունենալու ճիշտ չի համարում մեկնաբանություններ անել։ Այս մոտեցումը նա ներկայացրել էր որպես իր անձնական դիրքորոշում չմիջամտել այնպիսի գործընթացներին, որոնց վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն չունի։ Նույն տրամաբանությամբ այս անգամ ևս Խաչատուր Սուքիասյանի հրապարակային լռությունը տարբեր մեկնաբանությունների առիթ դարձավ։ Մի կողմից հասարակության մի հատվածը սպասում էր նրա արձագանքին, հաշվի առնելով ընտանեկան կապը Գագիկ Ծառուկյանի հետ։ Մյուս կողմից կան տեսակետներ, որ ցանկացած մարդ, այդ թվում գործարար կամ հասարակական դեմք, կարող է որոշել արդյոք ցանկանում է հրապարակային մեկնաբանություն անել, թե ոչ։ Այս պատմության մեջ կարևոր հարցերից մեկը այն է, թե ինչպես են հանրային դեմքերը արձագանքում իրենց շրջապատում տեղի ունեցող իրադարձություններին։ Քաղաքական և հասարակական կյանքում հաճախ ուշադրություն է դարձվում ոչ միայն արտահայտված կարծիքներին, այլ նաև լռությանը։ Սակայն լռությունը ինքնին չի նշանակում որևէ կոնկրետ դիրքորոշում կամ գնահատական։ Առանց պաշտոնական հայտարարության հնարավոր չէ միանշանակ ասել, թե ինչ պատճառով է որևէ անձ որոշում չմեկնաբանել իրավիճակը։ Այս պահին հայտնի է միայն, որ Խաչատուր Սուքիասյանը գտնվում է Հայաստանից դուրս և հրապարակային գնահատական չի տվել Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Թե արդյոք նա հետագայում կանդրադառնա այս թեմային, ցույց կտա ժամանակը։ Գագիկ Ծառուկյանի շուրջ զարգացումները շարունակում են մնալ հանրային ուշադրության կենտրոնում, իսկ տարբեր գործիչների արձագանքները քննարկման թեմա։ Միաժամանակ կարևոր է տարանջատել փաստերը ենթադրություններից, սպասելով պաշտոնական հայտարարությունների և հաստատված տեղեկությունների։